Պատկերացրեք մի մտերիմ ընկերոջ, ում հետ խոսում եք շաբաթական միայն մեկ անգամ, հատուկ ժամի եւ պաշտոնական տոնով։ Կարելի է արդյոք համարել, որ դա մտերմություն է։ Ցավոք շատերիս համար աղոթքը հենց այսպես է։ Մենք հաճախ կարծում ենք, որ Աստված մեզ լսում է միայն եկեղեցում կամ այն ժամանակ, երբ մեր ձեռքերը միացված են։ Բայց քրիստոնեությունը ոչ թե արարողություն է, այլ հարաբերություն, որը չի կարող սահմանափակվել շաբաթական մեկ ժամով։ Անդադար աղոթեք, այսպես է պատվիրում Աստծո խոսքը, բայց շատերիս մոտ հարց է առաջանում. ինչպես կարող ենք անդադար աղոթել, երբ մենք պետք է քնենք, աշխատենք կամ ուղղակի շփվենք այլ մարդկանց հետ։ Անդադար հունարեն բառը հին աշխարհում օգտագործում էին նկարագրելու համար հարատև հազը կամ զորքի անդադար հարձակումը, սակայն դա չի նշանակում 24 ժամ ծնկաչոք աղոթել։ Դա նման է ժամանակակից սմարթֆոնների ֆոնային հավելվածներին, որոնք միշտ աշխատում են նույնիսկ երբ էկրանը փակ է։ Անդադար աղոթքը անընդհատ գործողություն չէ, այլ անընդհատ կախվածություն Աստծուց։ Դա նման է մեր շնչառությանը։ Միշտ չէ, որ մենք գիտակցում ենք մեր շնչելը, բայց առանց դրա չենք կարող ապրել։ Մենք պետք է սովորենք մեր մտքերը վերածել Աստծո հետ երկխոսության։ Աստված ուզում է, որ մենք գանք իր մոտ ոչ թե նրա համար, որ նա չգիտի մեր կարիքը, այլ նրա համար, որ մենք գիտակցենք նա է մեր օգնության աղբյուրը։ Այս շաբաթ հեռախոսի վրա դրեք պատահական զարթուցիչներ, որոնք ձեզ կհիշեցնեն 1 րոպեով միանալ Աստծուն, անկախ նրանից, թե ինչով եք զբաղված։